Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոփոխվեց տնային կալանքի, համակցված գրավով, ինչպես նաև բացակայելու արգելքով, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներով հրապարակային խոսքին վերաբերող։ Իհարկե այս ամենը էական սահմանափակումներ են, բայց մյուս կողմից ունեցանք մի իրավիճակ, որ 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս եղավ մեկ դատավոր, ով պատկերացրեց, որ իսկապես քրեական դատավարության օրենսգրքում կա կալանքից բացի այլ խափանման միջոց։ Քանի որ մինչ այդ պահը նշվածը որևէ ձևով չէր արձանագրվում։ Արդյոք նշվածը մի մեծ հաջողություն էր, բնականաբար ոչ։ Սամվել Կարապետյանի գործով ըստ էության հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք էլ, քանի որ այստեղ գործ չկա։ Այսինքն երբ գործ չկա, դրանում հաջողություն արձանագրելու երևույթն էլ կներեք, բայց անկեղծ չի հնչում։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածին անմիջապես հաջորդող տեսանկյունից։ 2026 թվական հունվարի 5 քննչականի եւ դատախազության կողմից կատարվեցին երկու իրենց ընկալմամբ հավանաբար չափազանց կարևոր գործողություններ։ Առաջինը արգելեցին, որ Սամվել Կարապետյանը իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա։ Վստահ եմ շատ կարևոր որոշում էր երևի թե դա իրենց ընկալման մեջ։ Իդեպ հայ ազգում մեր հասարակության մեջ, մեր արժե համակարգի մեջ սա չլսված բան է, սա իսկապես ամոթ է, բոլոր իմաստներով սա խայտառակություն է, բայց այդ օրը դրանով չէին սահմանափակվել իրավապահ մեր գործընկերները, եւս մեկ շատ կարևոր գործողություն ունեին անելու, այն է մուտքագրեին վերաքննիչ բողոք, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, պատկերացրեք, Ձեզանից շատերը, չգիտեմ, արդյոք 2026 թվականի հունվարի 5-ին առաջին աշխատանքային օրը հենց ինտենսիվ զբաղվածություն ունեցել եք, թե ոչ, եթե ունեցել եք, շատ դրական է դա, եթե ոչ, շատ նորմալ է դա։ Ինչի համար, որովհետև ի վերջո մենք բոլորս նաև ունենք սովորույթը, որ աշխատանքային օրերը փոքրինչ ուշ են սկսում, չէ՞ հունվար ամսին։ Բայց քննչականը եւ դատախազությունը պատկերացրեք ծանրաբեռնված մարմիններ գալիս են եւ հունվարի 5-ին ամենակարևոր գործը դա այն է, որ հանկարծ Սամվել Կարապետյանը ոնց լինի տնային կալանքի պայմաններում, համակցված գրավով, համակցված բացակայելու արգելքով, համակցված լրացուցիչ սահմանափակումներով։ Լավ հարց կառաջանա, չէ՞, իսկ ինչ պետք է գրած լինեն այդ բողոքում։ Բառացիորեն ասում եմ, իրավական հիմնավորվածության տեսանկյունից դա 0 է։ Ոչ թե գնահատողական դատողություն եմ անում, այնտեղ հիմնավորում չկա, որ պատկերացնեք երկու խումբ հարցեր կային, որոնք առաջին ատյանի դատարանը հիմքեր ընդունել, որպեսզի դիտարկեր արդյոք կալանքը ենթակա է վերացման, թե փոփոխման, թե ոչ։ Մեկը վերաբերում էր ջանասիրությանը, որտեղ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 25-ը մենք գործընկերներով այնքան դիմում միջնորդություններ էինք ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի վերջիններս գործողություն կատարեն, հավատացած եղեք, որևէ այլ քրեական գործով նման պրակտիկա չէիք գտնի։ Այսինքն մենք ինչ-որ իմաստով քննիչից ավելի շահագրգռված էինք գործով գործ անելու մեջ։ Պատկերացնում եք, սա ինքնին մեղմ ասած քիչ հանդիպող երևույթ է, բայց մենք դրան դիմել ենք։ Մենք կրկին անգամ խնդրել էինք, որ նախաքննությունը ավարտեն, ունենանք հնարավորություն դռնբացության կարգով հրապարակային դատաքննության։ Ոչ դա են արել, ոչ էլ որևէ մի գործողություն արել են։ Պատկերացրեք Սամվել Կարապետյանի մասնակցությամբ գեթ մեկ գործողություն չի եղել։ Եվ այս հանգամանքն եմ ուզում բացահայտել։ Դատական նիստի ընթացքում, երբ դրա վերաբերյալ մեր հիմնավորումները ներկայացրեցինք, տվյալները բացահայտեցինք, այսինքն մեր միջնորդությունները ստացված պատասխանները։ Քանի որ այո, քննիչը դրանք բոլորը, մեր միջնորդությունները, մերժում էր անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Այսինքն մենք ասում ենք դուք գործ արեք, իրենք ասում են անհիմն միջնորդություններ ես տալի։ Սա է իրականությունը։ Դատարանը հարց տվեց քննիչին, արդյոք Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն արել եք, թե ոչ։ Խրոխտ ձայնով հնչեց պատասխան, որ ոչ մի գործողություն չեն կարել։
Մյուս հարցը հնչեց. իսկ Սամվել Կարապետյանի խաբման միջոցների պայմանների տեսանկյունից դրա նվազմանն ուղղված, քանի որ քննիչը պարտավոր է դա անել, ինչ որ գործողություն արել եք թե ոչ, նույն ինքնավստահությամբ հնչեց պատասխան, որ ոչ մի գործողություն էլ չեն արել։ Եվ այդ պայմաններում դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացնում։